15 տարի առաջ ես բացեցի իմ Facebook-յան էջը առաջին անգամ եւ գրեցի մի արտահայտություն որպես ասացվածք։ Այն ինչ ես զգում էի այդ բանին, փնտրեք երջանկությունը ձեր ներսում։ Այդ ժամանակ ես ապրում էի այդ համոզմունքով, հասկանում էի, որ դա ճիշտ է, բայց դեռ չկային այդ ամենի այսքան խորը ուսումնասիրություններ եւ գիտական ապացույցներ։ Այսօր նեյրոհոգեբանությունը արդեն ամբողջական թեզերով խոսում է սրա մասին։ Մարդկանց հիմնական մասը հետաձգում է երջանիկ լինելը։ Անընդհատ փնտրում է երջանկություն, փափագում է երջանկություն, սպասում է երջանկության, առանց հասկանալու, որ երջանկությունը քո ներսում է։ Դալայ Լաման ժամանակին ասել է. երջանկությունը պատրաստի մի բան չէ, այն ծագում է քո արարքներից եւ որոշումներից։ Երջանկությունը որոշում է։ Դու որոշում ես լինել երջանիկ, ունենալով խնդիրներ, ունենալով խնդիրներ, ունենալով հազար ու մի հարցեր, բայց դու որոշում ես եւ լինում ես երջանիկ։ Կամ չես որոշում ու անընդհատ հետաձգում ես, անընդհատ փնտրում ես, անընդհատ սպասում։ Չկա երջանկության հստակ բանաձև, որ ձեզ որևէ մեկը ասի՝ «Արա այսպես» եւ դու կլինես երջանիկ։ Դա քո որոշումն է։ Դու կամ ուզում ես լինել երջանիկ եւ լինում ես, կամ չես ուզում։ Կամ ապրում ես շնորհակալորի սրտով, քո ամեն մանրուքի համար շնորհակալ լինելով, կամ անընդհատ սպասում ես, որ քո կյանքում լինեն իրադարձություններ, որևէ մեկը քեզ մի ինչ-որ պաշտոնի նշանակի, որևէ մեկը քեզ մի բան նվիրի, կամ ինչ-որ մի բան քո կյանքում փոխվի, որ դու սկսես լինել երջանիկ։ Կամ շնորհակալ ես լինում քո ունեցածի համար եւ այդ ունեցածդ օր-օրի ավելանում է։ Ես դա ասում եմ իմ անձնական փորձից։ Ունենալով ծանր հաշմանդամություն ունեցող երեխա, ամեն օր շնորհակալություն եմ ասում Աստծուն իմ կյանքի համար, ինձ տված հնարավորությունների համար, իմ կյանք ուղարկված մարդկանց համար, ամեն ինչի համար։ Եվ ես գնահատում եմ եւ ես երջանիկ եմ, որովհետեւ ես այդպես եմ ուզում։ Ես այդպես եմ որոշել։ Բոլորս ունենք ընտրություն՝ լինել երջանիկ կամ սпасել հարմար առիթի, սпасել որևէ հնարավորության։ Որոշեք եւ միշտ ընտրեք երջանկությունը։ Դա մեկից մեկ աշխատող բանաձև է, հավատացեք ինձ։